Եվ քննադատությունը, եւ գովասանքը, եւ սերը, եւ ատելությունը, եւ այդ անհասկացվող եւ անսահման հասկացվող վիճակներ, այստեղ կա ամեն ինչ։ Բնույթով ու բնավորությամբ հակասական մարդկանց անբացատրելի էներգետիկայով քաղաքի օդն անգամ ստեղծագործել է տալիս։ Իսկ Ասիայի համար ամեն ինչն իր ապրած փողոցում է իր ստեղծած այն անկյունում, որի մուտքի թե ելքի դռնից զգացվում է մինիմալիստական ոճի եւ ոչ ստանդարտ մտածողության միախառնումը։ Բոլոր հեղինակային են մեկ օրինակից, մեկ մարդու ձեռագիր, այցեքարտն ու ստորագրությունը կանեցյան։ Գույները երկրի ու երկնքի մասին են, միտքն առանց բովանդակության չի լինում։ Իմ համադրությունների մեջ միշտ դիմում եմ բնության օգնությանը։ Ինքը միշտ ինձ օգնում է։ Միջատների այդ գեղեցիկ բարդ գործվածքային նախշերը, գույների համադրությունը, ամեն ինչ վերցնում եմ այն ամենը, ինչը Աստված տվել է։ Բնությունից են գույները, բնական են նյութերը, որոնք գծած ու կարած հագուստների ուղեկցող աքսեսուարների վրա են, ծառի խեժը, բնական խխուժները, միջատները, հողի ու բույսերի բոլոր երանգները նորաձևելու միտք են կանեցյանի համար, որոնք ասում է իրական առեղծված են, հորինված բաներ չկան։ Եթե ես փորձեմ իմ, այսպես ասած, այցեքարտը ցույց տալ, խորհրդանիշը սարդն է եւ սարդոստայնը, այսինքն բնությունն է եւ կանաչի ֆոնային երանգն է որպես սիմվոլիկ գույն իմ աշխատանքների համար։ Դիզայներական արվեստում սիրում է ակնարկների լեզվով խոսել, այդպես է անդրադառնում ազգայինին, որտեղ սիմվոլիկան գերիշխող է, այդպիսին է ծնունդ շարքը, այն հարսանեկան է, եռաշարքը եռագույն է լինելու, երրորդը ծիրանի, ծնունդ շարքում ներկայացնելու է հարսանեկան զգեստները, որոնցում պարզեցում կա ազատ ոճ, մնում է նախընտրեն հայ հարսնացուները, սպիտակի համադրությունը գույների ու հայկական սիմվոլների հետ է, ու քանի որ հարսանեկան են, թույլ է տվել անդրադառնալ քրիստոնեական թեմաների առանց չարաշահելու։ Քրիստոսի ծնունդի անդրադարձն է, օգտվել եմ, ոգեշնչվել եմ հայ մանրանկարիչներից, Մուղնի ավետարանից եմ ոգեշնչվել, Էջմիածնի ավետարաններից եմ ոգեշնչվել։ Կորսետների մեծ սիրահար է, այն ինչ հեղինակում է, ազատ է համադրությունների մեջ, էքսպերիմենտների գնալուց չի վախենում։ Սկզբունքային լինելն արվեստում օգնել է Միլանի հագուստի դիզայնի ու մոդելավորման Բուրգո ինստիտուտում ստացած կրթությունը։ Կորսետները գալիս եւ գնում են, հիմա չի ուզի ասել, որ կորսետ ենք կրում, կորսաժներ են ավելի շատ, վերջացնում եմ, նոր եմ հասկանում ինչ եմ արել։ Էսքիզը մտքում կա, բայց էսքիզով չեմ սահմանափակվում։ Սա արդեն ծնունդ շարքից առաջ ստեղծված քահոսն է, անցյալը ապագայի, հայկական գոթիկա է, որտեղ հայկական ճարտարապետության մոտիվներն են, կարմիր ու սև տուֆի համադրում։ Այս փայտա դեղնավունը ավելի շատ ինձ մոտ առաջացել է այս ցանկությունը հայկական դռներից, դռան-գույն, տեսեք թեկուզ Անիի մայր տաճարով օրինակով կառուցված եկեղեցին, փայտի գույն, սև եւ կարմիրի համադրություն, այդ ամենը տվել է այս աբստրակցիան։ Նորաձևության արվեստն ասում է ազդվում է բոլոր գործոններից, լինային քաղաքական թե տնտեսական, իսկ հայկականը հայկական չէր մնա, եթե չլիներ արտաքին աշխարհը, որպես համեմատություն նշում է հայոց բարբառները, որ միայն գրական հայերենով մեր լեզուն հարուստ չէր լինի։ Հայկականությունը մի տեսակ տենդենս կա աշխարհից կտրված ներկայացնելու, սա միայն հայկականն է կամ հայկականության ինչ-որ կոնկրետ ֆորմատներ են ուզում ցույց տան, որ միայն սա է հայկական։ Իսկ եթե նշեմ կոնկրետ ազդեցություններ, հա, ինչու՞ չէ, կարող եմ նշել Մարտիրոս Սարյանի գույները, կարող եմ նշել Վարդգես Սուրենյանցի ֆակտուրաները, կարող եմ նշել Երվանդ Քոչարի աբստրակցիաները, կարող եմ նշել Մինաս Ավետիսյանի չհամադրվող գույների համադրելու այդ կարողությունները։ Աշխատանքներում կերպարներ են, որոնք կարող են ինքնաբնորոշում լինել։ Մտածողությամբ ու իր ոճով այսյան միշտ հայտնվում է ուշադրության, անգամ ավելորդ ուշադրության կենտրոնում։ Գույների ոճերի ազդեցությունը իր կրած զարդերում է, հագուստներում, որոնք միայն իր հեղինակածն են։ Ես որպես ստեղծագործող աշխատում եմ չխաբել ինքս ինձ եւ չխաբել այն մարդկանց, ովքեր ինձ վստահում են, իմ հաճախորդին, իմ հետևորդին, որովհետև շատ ավելի լավ է լինել ճշմարիտ եւ մի փոքր չհասկացված։ Զրույցն ավարտում է, երբ իմացա, որ հագուստի դիզայները Ասիայի առաջին մասնագիտությունը չէ, բայց բոլորից կարևորն է։ Համասարանական կրթությամբ իրավաբան է, առաջին կարգի շախմատիստ,
Լուր բնավորությունում ոչ ստանդարտ մտածողությունում մասնագիտությունների կապը չի բացառում։ Դեկորատիվ լուծումներով արվեստանոցը միակը չէ։ Դիզայների համար կա այսպես ասած սևագիր արհեստանոց, ու նաև գեղանկարչական աշխատանքներ են ծնվում։ Ասիայի դիմանկարային գործերը նույնպես սիմվոլիկ էլեմենտներից հեռու չեն, ազդված ազնվականության պատմությունից։ Հեղինե Քուշկյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։